փոխանցեմ ձեզ, վերնագրել եմ ապրել նրա հետ։ Դες կարևոր է նրա հետ ապրել։ Գուցե դու մտածես ինչ է, ես Աստծո հետ չեմ, կամ Աստված իմ հետ չէ։ Այս պատկամի մեջ փորձում եմ քեզ ուղղորդել հետևյալի մեջ, որ Աստված կարող է քո հետ լինել, բայց դու չապրես նրա հետ։ Որովհետև ապրել նրա հետ դա մեկ ուրիշ մագարտակ է, մեկ ուրիշ հասկացողություն է։ Իսկ Աստծո մեր հետ լինելը ինքնըլի ուրիշ բան է։ Ուզում եմ մի բանի մեջ ամեն մեկի հորդորեմ, մի բան, որը քրիստոնեական կյանքի մեջ շատ ու շատ կարևոր է, մեր մտքի նորոգությունն է, այսինքն հասկացողության փոփոխությունը։ Մենք շատ անգամ մտածում ենք այնպես, ինչպես հակված ենք միշտ մտածելու։ Մենք մտածում ենք, որ այն ինչ մենք գիտենք ճիշտ է, բայց գիտես մի պարզ բան կա, որ ամեն անգամ, երբ որ գալիս ենք Տիրոջ առաջ, օրինակ շատ հաճախ ես ասում եմ, Տեր, ուզում եմ իմ մտքից հեռացնես ամենանստվածայինը։ Ոչ թե ես եմ ուզում ճիշտ լինել, այլ ուզում եմ քո ճշմարտությունը ճանաչել։ Գուցե անգամ տեսականորեն բաներ կա ճիշտ վերլուծում եմ, բայց ո՞րն է իրական ճշմարտությունը։ Ես ուզում եմ ունենամ այն հասկացողությունը, որ աստվածային է։ Ու գիտեք, շատ անգամ գուցե այն մարդիկ, ովքեր մտածում են, կամ անգամ ես իմ վրա վերցնեմ, եթե իմ հասկացողությունը ամբողջովին աստվածային է, ինչու համար են սխալները։ Ինչու համար է ոչ էլ ավելի կատարյալ վիճակը։ Ու սա ինձ հուշում է, որ ոչ ես կարիք ունեմ առաջ շարժվելու։ Եթե իմ հասկացողությունը ամբողջովին ճշմարիտ է ու աստվածային է, ինչու համար են մարդիկ մահանում ու դժոխք գնում։ Ինչու համար չեմ կարող հասնել շատ ու շատ ավելի մարդկանց։ Ինչու համար չեմ կարող քարոզել շատ ու շատ ավելի մարդկանց։ Ինչու համար ամեն աղոթքի մեջ հրաշքներ ու բժշկություններ չի լինում։ Ու այս մարտահրավերը օգնում է ինձ հասկանալու, ես աճելու տեղ ունեմ։ Ես Տիրոջը մոտենալու տեղ ունեմ։ Ավելի նրան ճանաչելու տեղ ունեմ։ Իմ հասկացողությանս մեջ, իմ մոտեցումներից մեջ փոփոխությունների կարիք ունեմ։ Ու դուք պատկերացրեք, եթե ինպես մեկ ով ծառայում է Աստծուն ունի, որքան առավել մենք բոլորս ունենք։ Ես չեմ ուզում ընդգծեմ աճառությունը, բայց կարող եմ ասել, որ Աստված ավելին է վստահ է ու ես տեսնում եմ այդ փոփոխության կարիքը։ Բայց զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մտածում են իրանք փոխվելու կարիք չունեն։ Իրանց հասկացողությունը ճիշտ է, թե իրանք ճիշտ են մտածում, թե եկեղեցում ես մի հարցը կա, դրա համար չեմ գնում եկեղեցի, թե այս հարցի հետ ես համաձայն չեմ, չէ, ես ավելի ճիշտ եմ մտածում։ Գիտես, Աստծո խոսքը հորդորում է մեզ հնազանդվել իրականին։ Ուղղակի հնազանդվել իրականին անկախ ամեն ինչից։ Ու այս հնազանդությունը բանալին է մեր օրհնության մեջ քայլելու։ Մատթեոս Ավետարանի 28-րդ համարի մեջ մենք կարդում ենք. Հիսուսը իր ամենավերջի պատկամի միջոցով հորդորում է աշակերտներին ասելով. սովորեցրեք նրանց, փոխանցեք Ավետարանի բարի լուրը եւ 20-րդ համարի մեջ ասում է. եւ ահա ես ձեր հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Սա մի հավիտենական խոստում է։ Աստված ուղղակի խոստանում է ես քո հետ եմ մինչև աշխարհի վերջը, անկախ իրավիճակներից, անկախ դու ինչ վիճակի մեջ ես, քո վիճակը լավ է թե վատ, ծանր է թե հեշտ է, հիվանդ ես թե առողջ ես, դժվարությունների մեջ ես թե ուրախության մեջ ես, միևնույն է ես քո հետ եմ, եւ սա աստվածային զորավոր խոստում է։ Բայց հետաքրքիր ձևով մենք տեսնում ենք Աստծո իր ժողովրդի հետ լինելը նաեւ անապատի մեջ։ Երբ որ Իսրայել ժողովուրդը անապատի մեջ էր, Աստված իր իրական ու շոշափելի ներկայությամբ հայտնվել էր իր ժողովրդին։ Ու մենք գիտենք պատմությունը կրակի եւ անվեսյունի միջով Աստված քայլում ու շարժվում էր Իսրայել ժողովրդի մեջ։ Անկամ ամենադժվար իրավիճակի մեջ, երբ որ եգիպտացիները գալիս էին նվաճելու հետ տանելու Իսրայելի ժողովուրդը, Աստծո խոսքը ասում է, որ Աստծո անվե եւ կրակեսյունը ինքը գնաց Իսրայել ժողովրդի թիկունքում եւ իրանց ու եգիպտացիների միջև պարսպի պես կանգնավ, որպես չկարողանան մոտենալ Աստծո ժողովրդին։ Այսինքն Աստված մեր պարիսն ու մեր վահանն է։ Աստված ինքը մեր հետ է անկախ իրավիճակից։ Մենք ճիշտ ենք թե սխալ, Աստված մեր հետ է։ Գիտեք, սա կարևոր է, այո, մենք սխալվում ենք, բայց միևնույն է, Աստված մեր հետ է ու սա մխիթարական է։ Ու նույնը մենք տեսնում ենք անապատի մեջ, Աստված իր ժողովրդի հետ էր։
Բայց երբ որ մենք շարունակում ենք պատմությունը կարդանք, հետաքրքիր է, թեև Հիսուսը քայլում էր աշակերտների հետ, բայց ինքը առանձնացրեց մի քանիսին ավելին ցույց տալու համար։ Ու մենք տեսնում ենք Մատթեոս ավետարան 17-րդ գլխի մեջ մենք կարդում ենք մի պատմություն, որի մեջ հասկանում ենք մի բան։ Հիսուսի մեր հետ լինելը, որ ամեն օր ինքը մեր հետ է, բավարար չէ նրան ճանաչելու համար։ Հիսուսը մեր հետ է իր աստվածային խոստումը կատարելու համար։ Բայց որբեսի մենք իրան ճանաչենք, մենք ավելի կարիք ունենք։ Օրինակի համար այո, քո դժվարությունների ժամանակ, քո տան մեջ, դրսում եղած ժամանակ, ամեն իրավիճակի մեջ Հիսուսը քո հետ է։ Բայց դա բավարար չէ քո ամբողջական հոգևոր կյանքի մեջ առաջընթաց ունենալու համար։ Նա քո հետ է, եթե դու իր հետ չես հաղորդակցվում, եթե դու իրան ավելի չես ճանաչում, դու չես կարողանա ավելի իմանալ նրա կամքը։ Գիտեք, մենք տեսնում ենք մեր իրականության մեջ Հիսուսը ամեն օր հազարավոր, միլիոնավոր ու միլիարդավոր քրիստոնյաների հետ է, բայց ամեն օր հազարավոր, միլիոնավոր ու միլիարդավոր քրիստոնյաներ սխալվում են, ընկնում են խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, սխալ որոշումներ են կայացնում ու շատ շատերն են հոգևոր անկում են ապրում։ Ինչու համար? Եթե Աստված քո հետ է, եթե Աստված իր զավակների հետ է, իր ժողովրդի հետ է, ինչու համար էս ամենը տեղի ունենում։ Ու այս ամենից դուրս գալով մենք հասկանում ենք մի կարևոր ճշմարտություն։ Հիսուսի ամեն օր մեր հետ լինելը միջոց է, բայց բավարար չէ, որ մենք ճանաչում ենք իրեն։ Օրհնություն է մեր համար, որ մենք կարող ենք խոսել իրեն է։ Երբ աղոթենք, ինքը մեր կողքին է մեզ լսելու համար։ Հենց ինքը Աստված մեր մեջ է Սուրբ Հոգու միջոցով, այս ամենը հրաշալի է, բայց այս ամենով բավարարվելը ամենասխալ մոտեցումն է, որ մենք ունենանք։ Ու այդ պատճառով Հիսուսը Մատթեոս ավետարան 17-րդ գլխի մեջ առաջի երկու համարի մեջ մենք տեսնում ենք մի պատմություն, ինչ որ իրավիճակից 6 օր հետո Հիսուսը վերցրեց Պետրոսին, Հակոբին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ եւ առանձնացավ մի բարձր լեռան վրա։ Հիսուսը քայլում էր աշակերտների հետ։ Հիսուսը ամեն օր իր աշակերտներին սովորեցնում էր, իրաց կարիքները լրացնում էր տարբեր, բայց հանկարծ ինքը մի օր վերցրեց երեկին ու ասաց բարձրանանք այս լեռը։ Լեռը հիմնականում Աստծո խոսքի մեջ աղոթքի լեռն է։ Բարձրանանք այս լեռը, որովհետև ես ավելին ունեմ ձեզ ցույց տալու համար։ Հիսուսը մեր հետ է, բայց երբ մենք չենք բարձրանում աղոթքի լեռը, մենք ավելին չենք կարող տեսնել։ Ու Հիսուսը այս օրինակով ուղղակի մեզ ցույց է տալիս, ինքը վերցրեց աշակերտներից մի քանիսին, բարձրացավ լեռը ու մի բան, որը տեղի ունեցավ այդ վայրում հետևյալն էր, եւ նրանց առաջ այլակերպվեց։ Այսինքն աշակերտներին ցույց տվեց ավելի, քան իրան տեսել էին իրանց հետ երկրի վրա քայլելու ժամանակ։ Աշակերտներին ցույց տվեց իր փառքը, որը ավելին էր, քան երբևէ անգամ իսկ աշակերտները տեսել են։ Ինչու համար է կարևոր ճանաչողությունը, ինչու համար է կարևոր աղոթքը, ինչու համար է կարևոր աղոթքի միջոցով բարձրանալ Աստծո լեռը, որպեսզի տեսնենք Աստծո փառքը։ Հիսուսը ինքը բավարար չհամարեց միայն իր աշակերտների հետ քայլելը։ Ինքը բարձրացրեց մի քանիսին ու անգամ պատվիրեց, երբ ես այլևս չեմ լինի երկրի վրա, նոր խոսեք այս մասին։ Խոսեք այս մասին, որպեսզի իմ ժողովուրդը իմանա, այո, ես իրանց հետ եմ, բայց ես ուզում եմ իրանց այլակերպության լեռ տանեմ։ Այո, ես իրանց հետ եմ, բայց ես ուզում եմ ավելի ամեն մեկին իմ փառքը ցույց տնել։ Ու շարունակությունը ասում է, նրա դեն կարեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ Այսինքն Հիսուսը երկրի վրա ի ցույց տրեց իր գերբնական կարողությունը։ Հիսուսը երկրի վրա ի ցույց տրեց մի բան, որը Աստծո փառքից էր գալիս, որը Մովսեսի ժամանակ էր տեղի ունեցել։ Հիսուսը իր մի քանի աշակերտներին առանձնացրեց պատմելու մի բանի մասին, որ յուրաքանչյուր մեկս կարող ենք ունենալ։ Հիսուսը չբավարարվեց միայն իրանց հետ լինելով։ Հիսուսը սովորեցրեց բարձրանալ լեռը ավելի տեսնելու համար։ Ու անգամ հետաքրքիր մի բան, որ ես սկսեցի համեմատել 5 դագարանի հետ, Աստծո ներկայությունը առաջնորդում էր Իսրայել ժողովրդին։ Այսօր այո, մեզ առաջնորդում է Սուրբ Հոգին։ Մեր ամեն մեկի կյանքի մեջ կա Աստծո Հոգու ներկայությունը, որ առաջնորդում է մեզ։
Բայց գիտեք, այդ ամենի նպատակը հետևյալն է, որպես մենք էլ ավելի իրական հանդիպում ունենանք Տիրոջ հետ։ Այդ ամենի նպատակը այն չէ, որ մենք բավարարվենք։ Անապատի մեջ կրագե եւ ամբեսյունը գիշեր ու ցերեկ առաջնորդում են իր ժողովրդին, բայց հանկարծ մենք տեսնում ենք Աստված մտադիր է մեկ ուրիշ հանդիպում ունենալու իր ժողովրդի հետ։ Ներկայությունը իր ժողովրդի հետ էր, բայց Աստված Մովսեսին հրահանգ տվեց։ Իմ ժողովրդից պատրաստիր 3 օր, որպեսզի կան Սինա լեռը ու ես իրանց հետ խոսեմ։ Հետաքրքիր է, ես սկսեցի մտածել, ներկայությունը այդ ժողովրդի մեջ էր։ Ներկայությունը շարժվում էր Իսրայել ժողովրդի մեջ։ Սուրբ Հոգին մեր հետ է։ Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է։ Հիսուսը իր խոսքի համաձայն մեր հետ է, բայց Հիսուսը ինքը ավելին է ուզում մեզ տալ։ Ու Ելից գրքի 19-րդ 20-րդ համարի մեջ մենք տեսնում ենք Աստված իր ժողովրդին հրահանգեց պատրաստվելու իր ներկայության մեջ ավելի ապրելու համար, ու արդեն 20-րդ խոսքը ասում է, եւ Տերը իջավ Սինա լեռան վրա, Սինա լեռան կատարին, եւ Տերը կանչեց Մովսեսին լեռան կակատը։ Աստված իր բանակի մեջ էր կրագի եւ ամբեսյունով, բայց Աստված իջավ Սինա լեռան վրա ու կանչեց Մովսեսին, ու Սինա լեռան վրա յուրաքանչյուր իսրայելացի, յուրաքանչյուր Աստծո ժողովուրդ տեսնում էր նրա փառքը։ Ու մենք տեսնում ենք Աստծո մեծագույն ծրագիրը՝ մի բավարարվի, որ ես քո հետ եմ։ Մի բավարարվի, որ ես խոստացել եմ քո հետ լինել։ Մի բավարարվի, որ իմ հոգին քո մեջ է։ Դու ունես կարիք ավելի բարձրանալու, դու ունես կարիք ավելի մոտենալու, դու ունես կարիք ավելի տեսնելու իմ փառքը, ավելի կանգնելու այլակերպության լեռան վրա, որտեղ կտեսնես իմ փառքը, որտեղ ես կայլակերպվեմ քո առաջ։ Հիսուսի նպատակը իր եկեղեցուն շարժելն է դեպի այլակերպություն։ Հիսուսի նպատակը իր եկեղեցուն շարժելն է ավելի մեծ զորությամբ իր եկեղեցու մեջ հայտնվելու համար։ Բայց քանի մարդը ինքը բավարարվում է, որ թե Հիսուսը իմ հետ է։ Գիտես, շատ անգամ շատ մարդկանց, երբ որ հորդորում ես կամ քաջալերում ես առաջ շարժվել, ինքը բավարարված է, թե Հիսուսը իմ հետ է։ Ինչ է, Աստված ինձ չի սիրում։ Այո, Աստված քեզ սիրում է, բայց Աստծո խոսքը ասում է, Աստված կպատասխանի այն մարդկանց աղոթքին, ովքեր կատարում են իր կամքը։ Աստված կսիրի ու ինքն իրան կհայտնի այն մարդկանց, ովքեր կատարում են իր կամքը։ Այսինքն ուրիշ բան է, որ Աստված քեզ սիրում է ընտանեկան սիրով, որ սիրել է բոլորին, ուրիշ բան է, որ Աստված քեզ սիրելով ուզում է պատվել։ Հովհաննես ավետարան 12-26 համարի մեջ մենք կարդում ենք հենց այդ խոսքերը, որ Աստված ուղղակի ուզում է պատվել իր ժողովրդին։ Հիսուսը պատվեց 3 առաքյալներին, աշակերտներին, երբ որ բարձրացրեց Սինա լեռը ու սովորեցրեց մի բան. պատմեք, ինձանից հետո պատմեք, որպեսզի մարդիկ բարձրանան աղոթքի միջոցով։ Ինձանից հետո պատմեք, որպեսզի մարդիկ ոչ թե բավարարվեն, այլ ավելի փնտրեն։ Ու մենք տեսնում ենք, երբ որ Աստված կանչեց Մովսեսին Սինա լեռան վրա, որն էր իր կանչելու նպատակը։ Ավելի շատ Աստված ճանաչողության հայտնությունը բերեր իր ժողովրդի համար։ Ավելի իր կատարյալ կամքը հայտներ իր ժողովրդին։ Գիտեք, երբ որ մենք մոտենում ենք Աստծուն, ուրիշ բան է լսել ու իմանալ, թե որն է Աստծո կամքը։ Ուրիշ բան է կերտվել Աստծո կամքը կատարելու համար։ Գիտեք, սրա տարբերությունը ուզում եմ հետևյալ կերպով բացել ձեր առաջ։ Ուրիշ բան է, երբ որ դու պայքարում ես սուտ չխոսանալու կամ չգողանալու համար, ուրիշ բան է, երբ որ դու չես կարող սուտ խոսել կամ գողանալ։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Քանիստ եք համաձայնի հետ։ Կան մարդիկ, որ համաձայն են։ Ուղղակի քո ներսում չկա այդ գողությունը։ Ուղղակի չկա քո ներսում սուտ խոսալու, դու սուտ չես խոսում։ Բայց ուրիշ է, երբ որ դու պայքարում ես, այո, մենք ամեն մեկը սկզբից անցնում ենք պայքարելով, այո, մենք ամեն մեկը սկզբից ինքներս մեզ հնազանդեցնում ենք Տիրոջ խոսքին, բայց գալիս է մի պահ, որ մենք ուղղակի ապրում ենք այդ հնազանդության մեջ։ Գալիս է մի պահ, որ այլևս քո համար խնդիր չէ գողություն անելու դեմ պայքարել, ուղղակի դու չես գողանում։ Էլ խնդիր չէ սուտ չխոսելը, ուղղակի դու սուտ չես խոսում, իսկ այս ամենը տեղի ունենում են ժամանակ, երբ որ մենք բավարարվելու փոխարեն ուղղակի ավելի մոտենում ենք մեր Տիրոջը։ Մի կարևոր հայտնություն, որ ես առա ու հետաքրքիր այդ մտքի վրա սկսեցի իրականում շատ մտածել, հետաքրքիր է Մովսեսի կյանքը, երբ որ սկսում ես վերցնել ու վերլուծել,
Մովսեսը ինքը մեծացել էր Եգիպտոսի փարավոնի պալատում։ Ինչ որտեղ ինքը ուներ իր ներսում այդ մեծամտությունը, առավելությունը դիրքի, որովհետև ինքը կրթված էր եգիպտական ամեն գիտությունով, ինքը իշխանություն ուներ, գուցե իր մեջ նաև մեծամտություն ու հպարտություն կար, բայց միևնույն ժամանակ ինքը գիտեր Աստծո կամքը, որ ինքը փրկելու է կամ առաջնորդելու է Իսրայել ժողովրդին։ Ինքը նաև տակայժուն էր, զգացմունքային էր, ու հանկարծ մի օր երբ որ տեսավ Եգիպտացուն, ով հարվածում էր Իսրայելին, իր ժողովրդին, ինքը գնաց ու այդ Եգիպտացուն սպանեց։ Գնաց սպանեց ավազների մեջ, հաղեց ու հետո մտածեց ոչ մեկը չի իմանա, բայց երբ որ բացահայտվավ, որ ինքը արել է այդ գործը, ինքը արդեն փախավ անապատ։ Գիտեք, հետաքրքիր մի բան։ Մենք տեսնում ենք մեկին, ով տակայժուն էր։ Մենք տեսնում ենք մեկին, ով գիտելիքի պաշար ուներ։ Մենք տեսնում ենք մեկին, ով իր կյանքի մեջ ընդհանրապես ոչ մի նեղություն չի քաշել, բայց հանկարծ այսինքն տեսնում ենք մեկին, ով իր տակայժունությունով անգամ մարդ սպանեց։ Բայց հետո երբ որ խոսքը շարունակվում է, ու Ելից գրքի հեղինակը, որ Մովսեսը ինքն է, հանկարծ ինքն իր մասին գրում է. Մովսեսը երկրի վրա ամենահես մարդն էր։ Գիտեք, ես սկսեցի մտածել սրա վրա։ Այն ամենատակայուն մարդը, որ անգամ չհամբերեց ու սխալ գործեց, ահա որ մեծ սխալ գործեց։ Այն ամենատակայուն մարդը, ով ուզում էր Աստծո ծրագիրը իր հասկացողության պես իրականացներ, հանկարծ ինքը իր մասին գրում է, ու Մովսես իհարկե գրում է, որովհետև Սուրբ Հոգին է մղում իրան գրելու, որովհետև Աստված է պատվեր տալիս, որ գրի, գրում է, որ ինքը ամենահեզ մարդն էր։ Տակայուն մարդը չի կարող ամենահեզ մարդը լինել։ Բայց ինչ տեղի ունեցավ այս ժամանակի ընթացքում։ Մենք տեսնում ենք Եգիպտոսի պալատում, փարավոնի պալատում մեծացած Մովսեսը տակայժուն էր ու գնաց սխալի մեջ։ Բայց Աստծո ներկայության մեջ ապրող Մովսեսը փոխվել էր։ Այդ Մովսեսը հեզ էր դարձել։ Այդ Մովսեսը ավելի խոնարհ էր դարձել։ Այդ Մովսեսի հասկացողությունը փոխվել էր։ Ինչն է փոխում մարդուն, երբ որ մենք Աստծո ներկայության մեջ ենք, այո, մենք փոխվում ենք։ Երբ որ մենք ապրում ենք նրա ներկայության մեջ, երբ որ մենք հանդիպում ենք ունենում նրա փառքի է, երբ որ մենք օր-օրի աճում ենք փառքից փառք ու զորությունից զորություն, այո, մեր կյանքերը փոխվում են։ Ու Մովսեսի կյանքի օրինակը իրականում մեր ամեն մեկի համար մի հատ մեծ ուսուցում է, բայց ուզում եմ այս խոսքերի վրա ուշադրություն դարձնենք։ Տերը Մովսեսին կանչեց դեպի Սինա լեռը։ Տերը իր եկեղեցում կանչում է դեպի աղոթքի լեռը, որտեղ նրա փառքի ներկայությունը ավելի շատ է։ Հիսուսը ամեն մի քրիստոնյայի սպասում ու կանչում է իր աղոթքի ծածուկ սենյակում, որովհետև այնտեղ իր փառքը ավելի շատ է։ Ուրիշ բան է Հիսուսի ամեն օր քո հետ լինելը, ուրիշ բան է քո ամեն օր նրա հետ ապրել ու քայլելը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Կարող է Հիսուսը մեր հետ լինի անգամ այն ժամանակ, երբ մենք մեղք ենք գործում, երբ մենք ընկած ենք, երբ մենք տգար ենք, երբ մենք հպարտ ենք, երբ մենք բարձր ենք, երջանիկ ենք։ Հիսուսը մեր հետ է ամեն ժամանակ, բայց որքանով ես դու նրա հետ։ Որքանով քո ծածուկ սենյակի մեջ դու նրա հետ ես։ Ու Աստծո խոսքը ասում է, եւ Աստված կանչեց Մովսեսին լեռան գագաթից, եւ Մովսեսը բարձրացավ։ Այս խոսքի մամա շատ զորավոր խոսքեր է։ Մովսեսը քայլ արեց։ Գիտեք, մենք տեսնում ենք Իսրայելի մի ժողովուրդը քայլ չարեցին։ Մովսեսը բարձրացավ։ Հեսուն ինքը քայլ արեց։ Գուցե մենք մտածենք, թե այդ կանչը վերաբերվում էր Մովսեսին, եթե մենակ Մովսեսի համար էր, Հեսուն ինչու համար բարձրացավ։ Ինքը սահմանները դրեց մի կողմ։ Ինքը ասաց ես եմ գնալու։ Ես եմ գնալու անգամ գուցե եթե մահանամ։ Ես եմ գնալու, որովհետև ես եմ ուզում։ Որովհետև դրանից հետո մենք տեսնում ենք Հեսուին խորանի մեջ, որ Մովսեսը պատկամ առնելուց դուրս էր գալիս, բայց ինքը շարունակում էր մնալ խորանի մեջ։ Սա խոսում էր իր փապակի մասին, ու Հեսուն անցավ այդ սահմանը գնալու համար։ Գիտեք մի բան, որ շատ անգամ ես հատկապես շատ երիտասարդների հորդորում եմ հետևյալի մեջ ասում եմ, ոչ մի բանի չնայեք։ Ուղղակի անկեղծորեն մոտեցեք Տիրոջը։
անկեղծորեն փնտրեք իր երեսը։ Միք նայեք դուք ով եք, որտեղից եք, ինչ կլինի ձեր կյանքի մեջ, ովքեր են ձեր ծնողները, ինչ հասկացողություն ունես դու, բարձրագույն ու կրթություն ունես թե չունես, մարդիկ քեզ որպես ինչ են ճանաչում, ուղղակի մոտեցի Տիրոջը, ուղղակի անցի այդ սահմանը բարձրանալու Աստծո ներկայության մեջ։ Քո ծածուկ սենակում կանչի նրա անունը եւ Աստված ամենալավագույնը կանի այն մարդկանց կյանքերի մեջ, ովքեր որ կկանգնեն այս Աստվածային դիրքի մեջ։ Ու Մովսեսը բարձրացավ դեպի Աստծո լեռը։ Ու ամբը Աստծո փառքը ծածկեց Մովսեսին։ Մենք ուզում ենք, որպեսզի ամեն անգամ Աստծո փառքը ծածկի մեզ։ Մենք ուզում ենք Աստծո ներկայությունը ամեն անգամ լինի մեր կյանքի մեջ, բայց առանց աղոթքի սարը բարձրանալու այդ ամենը մենք չենք կարողանա ունենալ։ Բայց երբ որ դու բարձրանում ես աղոթքի լեռը, իրականում Աստծո ներկայությունը հայտնվում է քո կյանքի մեջ։ Այդ աշկիրը Մոսկվա այցելության ժամանակ մի քանի օրերը մոտավորապես 8 օր, կարելի ասել անգամ ամենավերջի օրը պատկան ենք ունեցել ծառայության ժամանակ հետո ենք հետ վերադարձել, ամենը կարծեմ 1-2 օր չենք ունեցել, 2 օր չենք ունեցել ծրագիր, մեկը մեր գնալու օրը, հետո մի օր էլ միջում ունեցանք, դեք անգամ պատկանի մեջ ենքան զորավոր էր Աստծո ներկայությունը։ Ես գիտեմ, եթե մենք աղոթենք ուշանալու ենք ինքնաթիռից, այդքան որ սուր էր ժամանակը, այս պատկամից հետո չեմ ուզում ամեն ասել։ Ինքան թանձր էր իր ներկայությունը։ Դեղած հովին, աշտուրին ասում եմ, չեմ ուզում ամեն ասել։ Ժպտում է, որովհետև գիտի ինքնաթիռից ուշանալ է վագի բան չէ, թե ուշացանք մի 10 րոպե թող սպասի մեզ։ Որովհետև նաև մենք գիտենք, եթե գնացինք աղոթքի մեջ շատ ենք գնալու, բայց չեմ ուզում ամեն ասել, որովհետև Աստծո ներկայությունը թանձրացել էր։ Ոչ թե մենակ այդ օրը ամեն օր մենք վայելում ենք այդ ներկայությունը, ներկայության մեջ ենք, բայց գիտես որն էր պատճառը, այն հրավերին, որ Տերը տվել է Մովսեսին թե բարձրացի, այդ հրավերը մեր ամեն մեկի համար է, ու մենք բարձրանում ենք։ Անգամ Երևանում մի բան ունենք, որտեղ աղոթում ենք կամ աղոթքից հետո գալիս է այն բանը, որը միջում ենք վերցնելու, ու այնքան այդ ներկայությունը թանձր է, մեր Արամին վստահ եմ գիտեք շատերը երիտասարդական ծառայության հովիվը շրջվում եմ իրան, ասում եմ Արամ ջան, բարի կլինի դու ամեն ասա, ես չասեմ։ Ու միշտ հիշում եմ մի պատմություն, որով մենք ծիծաղում ենք, այդ խոսքը որ ասում եմ, իբր թե նկատի ունեմ, դու ավելի մեղավոր ես, դու ամեն ասա, ես չասեմ ամենը։ Այլ ծիծաղում ենք, գիտենք որ վերջը ամեն ենք ասելու, բայց միևնույն է մենք նորից ու նորից սկսում ենք այդ կետից, որտեղ որ կանգնել ենք։ Ու Մովսեսը բարձրացավ Աստծո լեռը։ Սիրելի եկեղեցի, սիրելի քրիստոնյա, սիրելի քույր ու եղբայր, ամեն մեկին ուզում եմ հորդորեմ հետևյալի մեջ։ Բարձրացեք ձեր աղոթքի լեռը։ Խնդիրները ձեր կյանքի մեջ կթանձրանան, դժվարությունները կկանեն ժամանակ, երբ որ դու աղոթքի լեռան վրա ես։ Դու կպարտվես, դու կգտնես, դու կթուլանաս այն ժամանակ, երբ որ դու աղոթքի լեռան վրա ես։ Գիտեք, երկու կարևոր բան եմ ուզում ասել։ Շատ անգամ, երբ որ մարդկանց հորդորում ենք ու մարդիկ պատճառներ են բերում, թե ինչու համար իրանք չեն կարող անել, ինչու համար իրանք այդպիսին չեն, ինչու համար իրանք շրջանցում են Աստծուն հնազանդվելը, գիտեք, ես միշտ զարմանում եմ, այո, դու հիմա կասես ինչու համար։ Դու պատճառներ կբերես, թե ինչու համար չես աղոթում, ինչու համար եկեղեցական կյանքի մեջ ընդգրկված չես, ինչքան խնդիրներ ունես, բայց գիտես քո դժվարության ժամանակ, այդ ոչ մի բերածդ պատճառը Աստծո առաջ արտարացի չի լինի։ Ինչու համար, որովհետև պատճառ բերել Աստծուն չհնազանդվելու համար դա օրինական չէ։ Աստված ինքը չի տալու մեզ, որ մենք փորձում ենք մեզ արտարացնել։ Դատաստանի օր Աստված կտալի, բայց մեր բերած պատճառները ուղղակի մեզ կզրկեն Աստծո օրհնության մեջ ապրելուց։ Քո բերած պատճառները, որ ժամանակ չունես, հեսա հարմար չէ, նա հարմար չէ, ես պես եմ մտածում, ես ես մեկից մեղվել եմ, ես մեկը իմ սրտից ուզած մեկը չէ, գիտեք մի բան, որ իմ համար շատ կարևոր է, իրականում ես ուզում եմ Աստծուն հաճելի լինել։ Ես չեմ ուզում հաճելի լինել որևէ մեկին, ուզում եմ Աստծուն հաճելի լինել։ Ու այդ պատճառով այո, գուցե ձեր մեջ կան մարդիկ, որ կանել ուրախ չեն ինձանով, բայց փառք Աստծու ես ուզում եմ առաջ շարժվել։
Գիտեք, այդ պատճառները քեզ ուղղակի կզրկեն Աստծուց։ Այդ պատճառները քեզ կզրկեն Աստղագոտի լեռը բարձրանալուց, որովհետև այդ պատճառները ուղղակի ինքդ քեզ աշտարացնում ես, բայց մեզ աշտարացնողը Քրիստոսի այրունն է։ Մեզ աշտարացնողը Քրիստոսի այրունն է։ Աստծո ներկայությունը ինքը համընդանուր է, բայց հաղորդակցությունը Աստծո հետ անձնական է։ Աստծո ներկայությունը ամենուր է, ամենտեղ կա։ Աստված միշտ մեր հետ է մեզ առաջնորդելու համար, բայց հաղորդակցությունը նրա հետ անձնական է։ Մովսեսը անձնական հաղորդակցություն ունեցավ Տիրոջ։ Մի ժողովուրդը վերջնյակում տեսան փառքը, լսեցին ձայնը որոշակի ժամանակ, հետո վախեցան, բայց Մովսեսը խոսում էր Տիրոջը։ Քո անձնական աղոթքի ժամանակ դու խոսում ես նրա հետ։ Այո, դու եկեղեցում ես, բայց միևնույն ժամանակ դու չունես հաղորդակցություն Տիրոջ հետ։ Այո, Աստված քո հետ է, բայց որքանով դու ունես հաղորդակցություն նրա հետ, սա լրիվ այլ բան է։ Ու մենք ամեն մեկս իրականում ունենք կարիք այս հաղորդակցության։ Մենք ամեն մեկս ունենք կարիք անձնական մտերմության Տիրոջ հետ։ Դու կարող ես բավարարվել, որ Աստված քո հետ է, որ եկեղեցու մեջ Աստծո ներկայությունը եկավ, որ աղոթեցին դու զգացիր Աստծո ներկայությունը, բայց արդյոք հաղորդակցությունը Տիրոջ է, քո կյանքում իրական է, որ Աստված ուզում է։ Շատերը տեսան ամբը անապատի մեջ, բայց միայն Մովսեսը մտավ ամբի մեջ։ Դեք ես ուզում եմ ամբի մեջ լինել։ Ես չգիտեմ որտեղ ես ուզում դու լինել, բայց ես ուզում եմ ամբի մեջ լինել։ Ես ուզում եմ մտնել իր ներկայության մեջ։ Ես ուզում եմ ավելի ապրել իր ներկայության մեջ։ Ու եկեղեցի հորդորում եմ ամեն մեկիդ լավագույնը ուզեք։ Լավագույնը ուզեք։ Մի բան, որը մարդկային էությունը հակված է, անգամ ես հիշում եմ հոգևոր դաշտի մեջ նույնպես կար այս խնդիրը, մարդիկ ասում էին, դե փրկվեմ ուր կլինեմ։ Երկրում լինեմ, թեկուզ տղան հետևը լինեմ, դեռ մաքրող լինեմ կամ չգիտեմ ինչ լինեմ։ Ես հաճախակի ասում եմ, երկրում մաքրողներ պետք չեն, երկրում փրկվածներ են պետք վայելելու երկիրը։ Բայց մեր կրոնական մտածելակերպը մեզ տանում է, դե մի քիչ լինի բավարար է, մի քիչ լինի բավարար է։ Գիտես, եթե դու ավելի հնարավորություն ունես, ինչու համար այդ ավելին չունենաս։ Ինչու համար ավելի չմտնես նրա ներկայության մեջ, ինչու համար քո աղոթքի հաղորդակցությունը Տիրոջ հետ շատ ու շատ ավելի իրական չլինի, չէ՞ որ Տերը կանչել է քեզ այդ բանի համար, Տերը կանչել է քեզ ավելի օրհնելու համար, ավելի իր ներկայության փառքի մեջ տանելու համար, անձնական հարաբերություն ունենալու համար։ Մեկ ուրիշ բան, որը տեղի ունեցավ Մովսեսի հետ, շատերը լսեցին Աստծո ձայնը, բայց միայն Մովսեսը հասկացավ Աստծո կամքը։ Ինչու համար շատ մարդիկ ասում են, դե իմ համար բաց չէ, դե ես չեմ հասկանում, դե այս բանը ինձ բացված չէ, դե այս բանը չէ, ես իմ հասկացողությամբ կանեմ, որովհետև թեև լսում են Աստծո ձայնը, կարդում են Սուրբ Գիրքը, բայց իրանց հասկացողությունը դեռ չէ։ Իրանք չեն կարող ավելին տեսնել, իրանք չեն կարող ավելին ունենալ, որովհետև իրանք մտածում են միայն Սուրբ Գիրքը կարդալը բավարար է, Սուրբ Գիրք կարդալը շատ կարևոր է, բայց Սուրբ Գիրքը կարդալուց հետո կամ կարդալով հանդերձ Աստծո ձայնը լսելը գալիս է այն ժամանակ, երբ որ դու իր ներկայության մեջ ես։ Ու գիտեք մի բան, որը ես այդ աշկի ձևով հայտնաբերել եմ այս աղոթքի ընթացքի մեջ, այնքան շատ պատկաններ կա, որ ես շատ անգամ չգիտեմ, որի մասին խոսեմ։ Անգամ ունեմ մի ադեջ պլանշետիս մեջ, որ պատկանների բաժինն է, որոնք ես չեմ քարոզել։ Մոտ 12 հայտնություններ, տարբեր բաժիններ, տարբեր խոսքեր, վերած գրած հայտնություններ, որոնք ես չեմ հասցրել քարոզել։ Գիտեք, գուցե չքարոզեմ էլ, խնդիրը մենակ քարոզելը չէ, բայց ես կերակրվել եմ այդ պատկաններով։ Ես սնվել եմ այդ պատկաններով։ Իմ ներաշխարհս փոխվել է այդ պատկանների հիման վրա։ Մենք պատկան չենք ստանում միայն քարոզելու համար, այլ մենք կերակրվում ենք նաև Տիրոջ խոսքով, բայց երբ որ դու աղոթքի մեջ ես, երբ որ դու փառքի մեջ ես, դու լսում ես նրա ձայնը։ Դու ոչ թե կարդում ես նրա խոսքը, այլ դու լսում ես նրա ձայնը, ու Աստված ամեն մեկիս կանչել է ձեզ քրիստոնեական կյանքը ունենալու համար։ Տիրոջ փառքը կանգնեց Սինա լեռան վրա եւ այն ծածկեց 6 օր շարունակ։ Գիտեք, այստեղ խոսում է ժամանակի մասին, 7-րդ օրը Տերը ամբի միջից կանչեց Մովսեսին։ Կա ժամանակ մենք մեր աղոթքի մեջ համբերելու ենք։
Մենք շատ անգամ անհամբեր ենք մեր աղոթների մեջ, աղոթեցինք, Տեր, ես քեզ եմ ուզում, Տեր, աղոթել եմ, այդ վերաբերումը չունեմ, շարունակիր աղոթել։ Աստծո խոսքը ասում է, Մովսեսը 6 օր շարունակ լեռան վրա սպասում էր, աղոթում էր ու հանգած 7-րդ օրը Տերը ամբի միջից կանչեց նրան։ Ինչ էր անում այդ 6 օրերի ընթացքում, պատրաստում էր Մովսեսին իրան լսելու համար։ Շատ անգամ մենք մտածում ենք, մենք ամեն ինչի պատրաստ ենք, դե Տերը թող խոսի, մենք կլսենք, Աստված միշտ խոսում է, բայց մենք պատրաստ չենք լսելու համար։ Ու այդ օրերի ընթացքում Տերը պատրաստում էր Մովսեսին, Աստծո ներկայությունը պատրաստում էր Մովսեսին, որ Աստծո ձայնը լսելով հանդերձ ինքը կարողանա հասկանալ, որովհետև մեղքի բնույթը, որը կա մեր կյանքերի մեջ, որը Ադամից ու Եվայից հետո յուրաքանչյուր մեկը արդեն իսկ ծնվում է մեղավոր ու իր մեղավոր բնույթի վրա ավելացնում է շատ ու շատ մեղքեր, այդ մեղքի բնույթը մեզ զրկել է Աստծո փառքից։ Երբ որ մենք շարունակաբար աղոթքի մեջ ենք, երբ որ մենք հարատևում ենք աղոթքի մեջ, Տերը մեզ պատրաստում է իր ձայնը լսելու համար։ Անկամ Պենտեկոստեից առաջ մենք տեսնում ենք 10 օր շարունակ աշակերտները աղոթքի մեջ էին, խոսքը կաշտալու մեջ էին, ինչ էր տեղի ունենում։ Այս զորավոր Աստված միթե չէր կարող այցելել հենց առաջի օրը, բայց 10 օրվա մեջ առաքյալները, աշակերտները, որոնք թվով մոտ 120-ն էին, իրանք պատրաստվեցին Պենտեկոստեի զորության համար։ Իրանք պատրաստվեցին Աստծո փառքը ավելավելի իրանց վրա կրելու համար, ավելավելի մտնելու այդ կրագեսյունի մեջ, մտնելու այդ ամբեց ածկոցի մեջ, լսելու Սուրբ Հոգու քամին իրանց կյանքի մեջ, ընդունելու կրագե լեզուները եւ խոսելու լեզուներով։ Այո, իրանք պատրաստվեցին այդ ամենի համար։ Աղոթքի մեջ հարատևելը մեզ պատրաստում է շատ ու շատ ավելի մեծ օրհնյալ բաների համար։ Մենք սովորելու ենք աղոթքի մեջ հարատևել, այո, հարատևել երկարաժամկետ ձևով, ոչ թե մտածել 1 օր, 10 օր, 5 օր, առաքյալները 10 օր սպասեցին, այո, առաքյալները 10 օր սպասեցին, բայց գուցե դու մի տարի, 2 տարի կամ 10 տարի ես սպասելու։ Ոչ թե սպասելու ես, ամեն անգամ ավելանալու ես, ամեն անգամ տեսնելով աճելու ես, քո Աստված ճանաչողությունը ամեն անգամ փոխվում է, ես վստահ եմ մի բանի մեջ։ Եթե 10 օր շարունակ դու հարատև աղոթքի կյանք ունենաս, դու կունենաս հանդիպում ու կլինի փոփոխություն։ Հետո դու նորից կշարունակես 10 օր շարունակ, նորից կլինի հանդիպում, նորից փոփոխություն։ Հետո դու նորից կշարունակես 10 օր շարունակ, նորից հանդիպում, նորից փոփոխություն։ Ու իրականում քո հասկացողությունը, քո մտածելակերպը կսկսվի ավելի նորոգվել եւ շարժվել դեպի փոփոխություն։ Ու մենք տեսնում ենք, երբ որ Մովսեսը բարձրացավ լեռը, 40 օր մնաց այնտեղ։ 40 օր մնաց Աստծո ներկայության մեջ։ 40 օր Աստծո հետ իրական հաղորդակցության մեջ էր։ 40 օր շարունակ փնտրում էր Աստծո երեսը։ 40 օր շարունակ Աստծո ներկայության մեջ լսում էր Աստծո ձայնը։ Գիտեք, շատ հիանալի է։ Քանիսը ուզում եք շարունակաբար լսել նրա ձայնը։ Գիտեք, սա մի հիանալի վերաբերում է, բայց ուզում եմ ամենակարևորներից մեկը, որովհետեւ ամեն մեկը կանգնեք այն աստվածային դիրքի մեջ, այն հասկացողության մեջ, որ միայն Աստծո ներկայությունը իմ կյանքի մեջ ունենալը, Հիսուսի իմ հետ լինելը բավարար չէ, ես ավելի ու ավելի առաջ եմ գնալու։ Ու մարդիկ, ովքեր կկանգնեն Տիրոջ առաջ այս որոշումով, իրականում Տերը կօրհնի իրանց։ Մարդիկ, ովքեր Տիրոջ առաջ կանգնեն այս որոշումով, Աստծո փառքը կհայտնվի իրանց կյանքի մեջ։ Որովհետև շատ անգամ իրականում ես մտածել եմ, Հիսուսը մեր հետ է, բայց կան շատ խնդիրներ ու դժվարություններ։ Հիսուսը մեր հետ է, բայց մարդիկ հոգևորապես անգում են ապրում։ Հիսուսը իր խոստումի համաձայն երբեք չի դադարել մարդու հետ լինելուց, բայց կարևոր մի բան կա, այդ մարդը Հիսուսի հետ չէ։ Այդ մարդը իր աղոթքի սենյակի մեջ չէ։ Այդ մարդը ինքը չի բարձրանում իր աղոթքի լեռը։ Թեև Հիսուսը իր հետ է, Աստված իր բաժինը անում է, բայց այդ տվյալ ազնվորությունը ոչինչ չի անում։ Ինքը բավարարվում է քչով։ Դե ես որ աղոթել եմ։ Գիտեք, շատ անգամ, երբ որ ես խոսում եի աղոթքի մասին, միշտ հարցեր էի լսում։ Օրինակ, մեքենա վարելուց աղոթելը հաշիվ չէ։ Ես չեմ կարող հաշիվ չէ, մեքենա վարելուց աղոթելն է հաշիվ, բայց քո ծածուկ սենյակը չէ, քո ծածուկ սենյակը չէ, կերակուր պատրաստելուց, ափսեներ լվալուց աղոթելը շատ հիանալի է, հարատև աղոթք է, անդադար աղոթք է, քաջալերում եմ արեք, բայց եթե դու ուզում ես այդ աղոթքը լրացնի քո ծածուկ սենյակի աղոթքը, դու ինքդ քեզ խաբում ու հետ ես գցում,
որովհետև այն աղոթքը ուրիշ է, դու հարատեմ մնում ես իր ներկայության մեջ, քո միտքը նրա հետ է, բայց ծածուկ սենյակի աղոթքը, բայց վեր բարձրանալ աղոթքի լեռը, այդ լրիվ ուրիշ հասկացողություն է, այդ լրիվ ուրիշ բան է, որ Աստված ամեն մեկիս կյանքի մեջ իրականում ինքը ուզում է տեսնել։ Ուզում եմ մի համար էլ կարդամ 2 Կորինթացիների թղթից 3 գլուխ 17-ից 18 խոսքը։ Այս համարը կարծես բնութագրում է այն կյանքը, որի համար մենք յուրաքանչյուրս որպես քրիստոնյաներ կանչված ենք ապրելու համար։ Տերը հոգի է, Աստված հոգի է, Աստված հոգի է, եւ այդ հոգին մեր մեջ է։ Տերը հոգի է, եւ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն կա։ Գիտեք, այս բառերը շարժում են։ Որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատություն կա։ Իսկ ինչու համար են քերություններն ու հարստարությունները, ինչու համար են դժվարությունները, ինչու համար են պարտությունը, չէ որ Տիրոջ հոգին քո մեջ է, զորության հոգին քո մեջ է։ Ու դու կանչված ես իրական հաղթանակներ ունենալու համար։ Դու կանչված ես Աստծո փառքի մեջ ապրելու համար։ Սա նույնպես խոստում ու մեր ժառանգությունն է։ Սուրբ հոգին իմ մեջ է, ես ազատ եմ։ Ես չեմ վախենալու, ես կանգնելու եմ, ես առաջ եմ գնալու։ Գիտեք մի բան, որի մեջ ուզում եմ քաջալերեմ ամեն մեկի, անդրստվելու անշարժ մնացեք, Տիրոջ կամքը երբեք ու երբեք չզիջելով։ Երբեք ու երբեք չզիջելով։ Գիտեք մի հատ փորձառություն կա, որ շատ քրիստոնյաներ ունենում են, աշխատանք չունեն, փողի կարիք ունեն, Տեր խնդրում եմ ինձ աշխատանք տուր, Տերը իրանց աշխատանք է տալիս։ Հետո տեսնում ես այդ եկեղեցի չկան, ինչու համար, որովհետև կիրակի օր աշխատում են։ Կներես, ուզում եմ քեզ հստակ ասեմ, դու չունես սկզբունքներ եւ այդ աշխատանքի մեջ օրհնություն չկա։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, կիրակի օրը Տիրոջ հոգին իմ վրա եկա։ Կիրակի օրը քո վրա գալու իրավունք չունի քո ղեկավարի խոսքը, քո վրա գալու իրավունք չունի քո աշխատանքի ազդեցությունը։ Կիրակի օրը դու Տիրոջ հոգին ընդունելու համար ես։ Ու մարդիկ մտածում են, Տերը աշխատանք չունի, Տերը օրհնել է, Աստված է տվել, ուրեմն իր կամքն է, ոչ չի կարող Աստծո կամքը լինել։ Կիրակի օրը աշխատելը չի կարող Աստծո կամքը լինել։ Հասկանում ենք հեշտապահությամբ աշխատանքներ կա, լրիվ ուրիշ բան է, բայց եթե մարդու մոտ սովորություն է, թե մենք կիրակի աշխատում ենք, երկուշաբթի ենք ազատ, իսկ ուր մնաց քո հոգևոր կյանքը, ուր մնաց են հոգևոր արժեքը, ու մարդիկ մտածում են, այդ Աստված էր իրանց օրհնել, ոչ ամենամեծ օրհնությունից առաջ անգամ Աբրահամը Իսմայել ունեցավ, որը մինչև այսօր խնդիր է Աբրահամի սերունդի համար։ Յուրաքանչյուր մեծ օրհնությունից առաջ գալիս է Իսմայելը քեզ խաբելու համար, բայց եթե դու Տիրոջ հետ ես, դու կհասկանաս եւ Իսմայել չես ծնի։ Գուցե ասես Աբրահամը սխալվեց, այո Աբրահամը սխալվեց, բայց այդ չի նշանակում մենք շարունակելու ենք ապրել մեր սխալի մեջ։ Հետո Աբրահամը իր սխալը ուղղեց Հագարին եւ Իսմայելին Իսահակի կողքից հեռու տանելով, իսկ երբ ենք ուղղելու մենք մեր սխալը, ուր Տիրոջ հոգին այնտեղ ազատություն կա։ Սակայն մենք բոլորս, ուզում եմ ուշադրություն դարձնեք, Աստծո խոսքը ասում է, սակայն մենք բոլորս, չի ասում Պետրոսը, Հովհաննեսը եւ Հակոբոսը, չի ասում մենակ Մովսեսը, Աստծո խոսքը ասում է, սակայն մենք բոլորս, բոլորիս է վերաբերվում, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայրու մեջ տեսնելով, խոսքը բոլորիս է, բաց երեսով Տիրոջ փառքը իբրև հայրու մեջ տեսնելով, մենք բոլորս, ես, կարող ես քո անունը տալով ասես, ես Աշոտս, բաց երեսով Տիրոջ փառքը, որպես թե հայրու մեջ տեսնելով, որը Աստծո խոսքն է, աճում ենք, նույն պատկերով կերպարանափոխվում ենք, տեսնելով նույն պատկերն ենք մենք ընդունում։ Մենք ունենք արտոնություն տեսնելու Տիրոջ փառքը։ Շատ անգամ ամենամեծ սուդը, որ թշնամի խաբում է մարդկանց, ասում է հետևյալը. դե դու հովիվ չես, դե դու քարոզիչ չես, դե դու հատուկ ծառայություն չունես, քո համար մարդ ես, Աստված օրհնել է, կանչել է, հավատարիմ եմ տասանորդի մեջ, եկեղեցի գնում եմ, դե ամեն ինչ նորմալ է, Աստված իմ հետ է, այո, այդ ամենը հրաշալի է։ Բայց Աստծո խոսքը ասում է, բայց մենք բոլորս Տիրոջ փառքը բաց երեսով տեսնելով կերպարանափոխվում ենք։ Եթե չտեսնենք այդ փառքը, մենք չենք կարող փոխվել։ Քանիստ եք երբևէ աղոթել բարգուցյանը։
չարության դեմ, ստության դեմ, նախանձի դեմ, տարբեր դառը արմատների դեմ, որը մեր կյանքերի մեջ եղել է, որոնք տվել եմ ու դրապես գուցե հարյուրավորների դեմ աղոթել եմ ես։ Բայց գիտեք մենք երբ ենք փոխվում։ Փոխվում ենք, երբ որ բաց երեսով տեսնում ենք իր ապահովը։ Փոխվում ենք, երբ որ իր ներկայության մեջ ենք։ Փոխվում ենք, երբ որ թույլ ենք տալիս, որպես իր ներկայության հասնեցությունը, ըմբոստ Մովսեսի բնավորությունը փոխի դարձնելով հենց Մովսես։ Փոխվում ենք, երբ որ թույլ ենք տալիս, այնքան ենք մոտենում իրան, որ իր փառքը ուղղակի հոսում է մեր կյանքերի մեջ։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ, երբ որ լավ աղոթքի կյանքի մեջ է ու կարելի ասել իմ կյանքի ամենաառաջի երկարատև ու հրաշալի աղոթքի ժամանակահատվածն է։ Ես հայտնություն էի առնում, լսում էի Տիրոջ ձայնը ու գիտես մի բան իմ համար պարզ է, ես գնալու մոտենում էի լույսին։ Ես գնալու մոտենում էի Աստծո փառքի մեջ ապրելու ու որքան ես մտնում էի Աստծո փառքի մեջ, այնքան ամեն տեսակի անաստվածային ուղղակի հեռանում էր։ Իմ մտածելակերպը, իմ հասկացողությունը փոխվում էր։ Իմ կյանքի մեջ հիմքեր էր դրվում հետագա ծառայության համար, որը ես չէի հասկանում։ Ուղղակի Սուրբ Հոգինից բաներ էր բաց անում, որ ես զարմացած հարցնում էի ինչու համար, բայց հետո եմ հասկացել, որ Տերը հիմքեր է դրել իմ կյանքի մեջ, բայց այդ ամենը եղել է այն ժամանակ, երբ որ ես մոտեցել եմ նրան, երբ որ ասել եմ Հիսուս ամեն բանից վեր, ամեն բանից առավել դու ես իմ կյանքի մեջ, դու ես իմ կյանքի մեջ, ու ամեն բանից վեր քո ներկայությունն է, որ ես ուզում եւ փնտրում եմ իմ կյանքի մեջ, ու դրա պատճառով ես մտնում եմ աղոթքի մեջ, այո ժամերով աղոթքի մեջ եմ մտնում, ժամերով կանչում եմ իր անունը, մի հատ հզոր օրհնության բանալի որ Տերը դրել է մեր կյանքի մեջ, դա լեզուների աղոթքն է, լեզուներով խոսելն է Տիրոջը, որ իրականում մեծ գանձ է, որ ես հազարավոր անգամներ կիրառել եմ, մինչև հիմա կիրառում եմ եւ օրհնություն է իմ համար։ Լեզուների աղոթքի միջոցով, Տիրոջը փառաբանելով, Տիրոջը գովաբանելով, մտեք իր ներկայության սրաները, մտեք իր ներկայության սրաները, դատարեք նայեք ձեր ունեցած ժամանակին, դատարեք սահմանափակել Տիրոջը, ընտրեք ժամանակ, որի մեջ ուղղակի դու կաղոթես, ուղղակի դու կաղոթես, ուղղակի դու կարծակես քո աղոթքը, կարծակես քո հոգու աղոթքը, քո փառաբանությունը, Տիրոջ երեսը փնտրելը, ու դու կնայես կփոխվի քո կյանքը, որովհետև ամեն անգամ, երբ որ մենք բաց երեսով տեսնում ենք նրա փառքը, որպես թե հայլում էր, մենք կերպարանափոխվում ենք, հետաքրքիր է վերջի խոսքը, կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը, այսինքն մենք ամեն անգամ աճում ենք փառքից փառք գնալով, մենք ամեն անգամ աճում ենք փառքից փառք գնալով, գիտեք Աստված անսահմանափակ Աստված է, Աստված սահմանների մեջ չէ, երբեք չի լինի որևէ մեկը երկրի վրա, որ կճանաչի Տիրոջը այնքան շատ, որ այլևս ճանաչելու տեղ չի լինի, որ կտեսնի Աստծո փառքը այնքան մեծ զորությամբ, որ այլևս է տեսնելու տեղ չի լինի, ոչ, Աստված ինքնագոյ է, սուվերեն է, հավիտենական է, ամենամեծն է, ամենահզորն է, եւ իրան հնարավոր չէ ճանաչել ու վերջացնել, իրան հնարավոր է անընդհատ ճանաչել, անընդհատ մոտենալ, անընդհատ աճել իր փառքի մեջ, անընդհատ ավելի հպվել իր գահին, անընդհատ աճել ու զարգանալ իր ներկայության մեջ, ու սա է մեր ժառանգությունը։ Գիտեք ամենամեծ խնդիրը որն է, որ մենք ունենք շատ զորավոր ու հզոր ժառանգություն, շատ զորավոր ու հզոր ժառանգություն, բայց այդ հզոր ժառանգությունից մենք շատ քիչ ենք օգտվում, մենք ունենք ժառանգություն լավագույնը ունենալու, մենք ունենք ժառանգություն մարդկանց փրկության առաջնորդելու, մենք ունենք Աստծուց տրված զորություն փառքից փառք շարժվելու համար, մենք ունենք զորություն հաղթանակներ ունենալու համար, բայց շատ անգամ մենք մեր ունեցած ժառանգության շատ քիչ մասն ենք գործածում, մտածելով ու բավարարվելով, թե ես փրկված եմ, փառք Աստծո, ու գիտես խնդիրները ավելանում են, Ես գիտեմ շատերի կյանքի մեջ կան խնդիրներ ու դժվարություններ, բայց ուզում եմ քեզ ասեմ պատճառը նրա փառքի մեջ քո չաճելն է, պատճառը նրա ներկայության մեջ քո շարունակաբար չգնալը, պատճառները այն պատճառներն են, որոնք դու շատ հաճախ բերում ես Տիրոջ երեսը չփնտրելու համար, պատճառները այն պատճառներն են, որոնք դու շատ անգամ բերում ես Տիրոջ խոսքին չհնազանդվելու համար,
Բայց երբ որ կանգնես ճիշտ ու աստվածային դիրքի մեջ, քո կյանքը կփոխվի։ Մի բան, որ իմ կյանքի մեջ շատ մեծ փոփոխություն է բերել։ Ես ուղղակի որոշել եմ ինչ էլ լինի հնազանդվելու եմ Տիրոջը։ Ինչ էլ լինի հնազանդվելու եմ Տիրոջը։ Նախընտրելու եմ իր կամքը, անկախ ամեն ինչից, չնայելով իմ ամբիցիաներին, իմ զգացումներին, չնայելով իմ մտքերին, իմ հասկացողությանը, իմ կարիքներին ու դժվարությանը, ինչ էլ լինի փորձելու եմ, ջանք եմ անելու, նախընտրեմ իր կամքը ու հնազանդվեմ իր կամքին։ Ու կարող եմ վստահ ասել, այս միտքը իրականում շատ է օգնել ինձ։ Այս միտքը կարող է նաև ամեն մեկին օգնել։ Քո խնդիրների պատճառը, քո բերած պատճառներն են, որով դու բերում ես Տիրոջը չհնազանդվելու համար։ Բայց եթե դադարես այդպիսին անելուց, դու մոտենաս Տիրոջը։ Գիտես, ուզում եմ պարզ մի օրինակ բերեմ ու վերջացնենք։ Մենք շատ անգամ ասում ենք, թե ինչու համար մենք չենք կարող աղոթել։ Շատ անգամ ասում ենք ինչու համար չենք կարող ծառայել։ Շատ անգամ ասում ենք ինչու համար եկեղեցում չենք։ Շատ անգամ ասում ենք ինչու համար Սուրբ Գիրքը շատ չենք կարդում։ Ինչու համար չենք բարձրանում լեռը։ Մենք շատ անգամ խոսում ենք այդ մասին։ Ու այն ինչ խոսում ենք ու ինքներս մեզ արտահայտում ենք, մեր ժառանգությանը չունենալու, մեր ժառանգության մեջ մտնելու համար ինքը դառնում է ամենամեծ խոճը եւ կարտակությունը։ Մենք մի կողմից աղոթում ենք ասելով Տեր օրհնիր մեզ, մյուս կողմից մենք զրկում ենք մեզ այդ օրհնություններից մեր սխալ խոսքերի պատճառով։ Տիրոջ կամքը կատարելու համար ոչ մի պատճառաբանություն պետք չէ բերել։ Պողոս առաքյալը ասում է, նրա կերազանց գիտությունը ճանաչելու համար ամեն բան աղդեղություն համարեցի։ Ամեն բան աղդ համարեցի, նրա կերազանց գիտությունը ճանաչելու համար։ Ու այս խոսքերը նույնպես Պողոսին են, որ ասում է, աճում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը ու վերջին նախադասությունը առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է հոգին։ Երբ որ մենք աճում ենք, մենք առաջնորդվում ենք։ Երբ որ մենք աճում ենք, մենք ավելի որպես Աստծո որդիներ լսում ենք նրա ձայնը։ Գիտեք, Աստծո որդի լինելու ժառանգությունը շատ հզորում է ժառանգությունը, որը մենք ունենք։ Աստված մեր ամեն մեկին կանչել է այս երկրի վրա ներկայացնելու Հիսուսին։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ու եթե դու իրականում այդ մարմնի անդամ ես, ինչու համար եմ ասում իրականում, որովհետև դու ամեն օր ընտրելու ես այդ մարմնի անդամը լինելը, ամեն օր ընտրելու ես այդ մարմնի անդամը մնալը քո աղոթքով ու նվիրումով։ Երբ քո ընտրությունը ուրիշ կողմ գնաց, հոգևորապես դու ինքդ քեզ զրկում ես այդ մարմնի անդամը լինելուց, բայց երբ ճիշտ որոշում ես կայացնում, Քրիստոսի մարմինը երկրի վրա իր ցույց է դնելու հենց Քրիստոսին։ Հրաշքներով, նշաններով, բժշկություններով, զորությունով, իրենց անձնական կյանքի փոփոխությունով, մեծ ու մեծ աղբյուրների մեջ մտնելով։ Սա է աստվածային ժառանգությունը, որի համար Տերը մեր ամեն մեկին կանչել է փառքից փառք առաջնորդելու համար։ Ու եթե համաձայն ես, ուզում եմ ոտքի կանգնես։ Ոտքի կանգնես ու մենք աղոթքով կանք Տիրոջ առաջ, իրականում ուզենանք մտնել այդ փառքի մեջ, այն ներկայության մեջ, որի համար Տերը կանչել է իր եկեղեցին։ Քանիսն եք ուզում մտնել այդ փառքի մեջ։ Գիտեք, սա որոշումի օր է։ Սա որոշումի օր է։ Կա ժամանակ ես աղոթում եմ ասելով. Տեր, ես չգիտեմ ինչպես։ Ես չգիտեմ ինչպես ավելի մոտենամ։ Որքան գիտեմ այնքան մոտեցել եմ, բայց ես գիտեմ դու ավելին ես։ Խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի, օգնիր ինձ ավելի մոտենալու համար։ Բեր իմ մեջ մի հասկացողություն, լուսավորիր իմ միտքը, որը կնպաստի, որպես ես ավելի մոտենամ Տիրոջը, որը կնպաստի, որպես ես ավելի կանգնեմ, որ գա